Ես չեմ կարծում, որ փոփոխություն այտենց կտրուկ է թվում, այդ ռուսական պրոպագանդայի իստերիան եւ այն ֆեյքերը 120,000 հոգի բայևիկ Հայաստանում բան դա սա կապիկություն է։ Այդ կապիկության, ասենք, մի մասն է կազմում նաեւ, ասենք, այնտեղ դիվանագիտական դեմարշներն ու, ասենք, պրոպագանդիստների վայնասունը։ Ես ռուսական կողմը միշտ գնահատել եմ անշնորհք, բայց մեծ դաշնակից, անշնորհք, նույնիսկ սրիկայության աստիճանի անշնորհք, որովհետև ինքը իր շահերը մանր շատ հաճախ ավելի է դասում, քան մեր համար գլոբալ, չգիտեմ, միլիոնանոց խնդիրները։ Ինքը 10 կոպեկանոց իր շահ առաջ տանելով կարա մեզ մի միլիոնի վնաս տա։ Բայց մեկը այս պայմաններում մենք միակ դաշնակիցը, որ ունենք այդ անշնորհք դիվանագիտությունով եւ պրոպագանդայով օժտված պետությունն է, դա չի նշանակում, որ մենք իրավունք չունենք ուրիշ դաշնակիցներ փնտրենք։ Հիշենք, չէ, որ ինքը պարբերաբար մեզ հիմարներից ասում էր, որ ես Ղարաբաղի համար պաստուպիցա չեմ լինելու։ Հայաստանի Հանրապետությունը ուրիշ։ Հիմա որ Հայաստանի համար չի անում, դա ուրիշ խնդիր է, ասացիս հետ քիչ է կապված, բայց Արցախի համար ինքը մեզ մեռավ զգուշացնելով։ Դա նշանակում է Արցախի համար մենք պիտի դաշնակիցներ փնտրենք Արցախը պաշտպանելու հարցում։ Այն Արցախը, որը որ ասենք 10,000 քառակուսի կիլոմետր տարածք ուներ, ինքը շատ ավելի հետաքրքիր էր, քան այսօրվա փուճուրիկ Արցախը 2,5 թե 3,000 քառակուսի կիլոմետրով։ Ու այդ 10,000-անոց Արցախը, որը Արաքսի ափով Աստված գիտի քանի կիլոմետր, ասենք, բան ուներ, սահմանամերձ էր Իրանի հետ, Հայաստանի Հանրապետության եւ Բաքվի Հանրապետության, դա շատ ավելի հետաքրքիր էր եւ մենք ուղղակի անշնորհք դիվանագետներ ենք ունեցել միշտ այս վերջի 30 տարվա մեջ այն դիվանագետներին, որոնք որ այդ հարցը առաջ էին տանում։